Նախ արտակարգ տպավորություն ունեմ եւ ըստ էության մեր քաղաքացիների միջև սերն ու կապը շատ սինխրոն է եւ մեր քաղաքացիները ամենակարևորը խաղաղություն են պահանջում եւ իրենք էլ հաստատում են, որ մենք պետք է տեր կանգնենք խաղաղությանը եւ խաղաղությունը բոլոր մեր լինելու, զարգանալու հիմնաքարն է։ Իհարկե, առողջության ապահովագրության մասով շատ հաճելի է լսել քաղաքացիների գոհունակությունը։ Չկա բակ, չկա 5 մետր չեմ կարող քայլել եւ չհանդիպել մեկին, ով ինչ որ ձևով չի օգտվել առողջության ապահովագրությունից եւ դա դրական որպես փորձառություն են ներկայացնում, որ նախկինում պիտի վարկ վերցնեին, պիտի պարտքանեին, պիտի երկար սպասեին ու ըստ էության իրենց կարիքը չբավարարեին, բայց հիմա կարողանում են օգտվել, կարողանում են իրենց առողջությունը վերականգնել եւ նաեւ սոցիալական առումով շատ կարեւոր փոփոխություն է, որ մարդիկ անկախ են մեր մեծահասակները։ Իրենց համար էլ շատ դժվար էր լինել հոգս երեխաների համար, ինչը այսօր այդպես չի եւ պետությունը հարազատի պես կանգնած է մեր քաղաքացիների թիկունքին։ Պահանջում են շարունակել բարեփոխումները, պահանջում են այն ընթացքը, որը ունենք, շարունակել, ել ավելի արագացնել, եւ սա է մեր քաղաքացիների պահանջը, որին մենք իհարկե հետևելու ենք, որը իհարկե իրացնելու ենք։ Եվ սա էլ է շատ կարեւոր, որ ըստ էության մեր քաղաքացին մեզնից է պահանջում եւ գիտի, որ մենք, քանի որ մեր ընտրողը մեր ժողովուրդն է, մենք հաշվետու ենք մեր ժողովրդի առաջ եւ ներկայանում ենք միշտ մեր արածներով, ինչ որ խոստանում ենք, դա իրացնում ենք։ Իհարկե ահռելի մեծ է տարբերությունը եւ այսօր մենք 2018-ի տրամադրությունը ունենք, այսինքն այն մեծ սերը, այն համախմբվածությունը, այն նաեւ ուրախությունը, որ ունեինք 18-ին, այսօր եւս զգացվում է օդում եւ մարդիկ կարծես շունչ են քաշել այդ տագնապի եւ անվտանգության բացակայության էմոցիաները անցել են եւ մարդիկ ազատ շնչում են, մարդիկ վայելում են խաղաղությունը եւ սա զգացվում է։ Նրանք գիտեն, որ այն ընթացքը խաղաղության եւ Հայաստանի Հանրապետության ամբողջականության եւ սահմանների պաշտպանության, որ մեր կառավարությունը իրացնում է, նրանք սատարում են, նրանք աջակիցն են եւ անմիջական մասնակիցը։ Տեսեք, Սյունիքում պաշտպանական գծերի առումով նրանք տեսնում են, ինչպես է փոխվում պաշտպանական գծերի կահավորումը, ինչ նորագույն ձևաչափով ու տեխնոլոգիաներով են համալրվում եւ նրանք տեսնում են նաեւ հենց Սյունիքի զարգացումը։ Երբ որ մտնում ես Մեղրի, ապշում ես, թե ինչ մեծ մասշտաբային շինարարություն է գնում եւ Հայաստանում կառուցվում է մեր պատմության մեջ երբևէ եղած ամենաերկար կամուրջը 700 մետրից ավել։ Սա մի նոր զարգացման դարաշրջան է, որ մենք թևակողում ենք ու նորից պիտի վերադառնամ եւ սա հնարավոր է միայն ու միայն խաղաղության պայմաններում։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է եւ մենք ունենք այդ թե մտավոր, թե բոլոր առումներով ռեսուրսները ինքնուրույն պետություն լինելու եւ սա մեր ժողովրդի որոշումն է, որը ամեն անգամ վերահաստատվում է, բայց մեր քաղաքականությունն է կառուցել բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն եւ մենք որևէ երկրի հետ մեր հարաբերությունները փչացնելու որևէ ընթացք չունենք, ոչ թե մոտիվ չունենք, այլ հակառակը, այնինչ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, դա մեր առաջնահերթությունն է եւ մենք աշխատում ենք, կառուցում ենք լավ հարաբերություններ մեր բոլոր ուրեմն գործընկերների հետ եւ սա շարունակական պիտի գնա։ Ես չեմ կարծում, որ մենք գիտեք ամենամեծ վնասը հայ-ռուսական հարաբերություններին հասցնում են հենց այդ ուժերը։ Իրենք են ամենավտանգավոր ուժերը, որոնք որ քաղաքական շահարկումներին հաշվին վնասում են նաև մեր դարավոր բարեկամությունը եւ պիտի նաև ռուսական ուժերը տեսնեն թե ինչու է այդպես, ինչու են նրանք վնասում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև կայացող ել ավելի խորը գործընկերությանը։